Որ ընթերցում ենք գործք առաքելոցը, հենց ամենասկզբից, մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձնում եկեղեցու աճին, զարգացմանը, զորությանը, հալելույա, ու դա ճիշտ է ու լավ է։ Որ տեսնում ենք, որ Ղուկասը, որ գնում է գործք առաքելոցը, հատուկ շեշտադրում ունի եկեղեցու աճի բաղադրիչների մասով։ Մի բաղադրիչը, օրինակ, առաքյալների համարձակություններ, որոնք համարձակ հռչակում էին Հիսուսի հարությունը։ Ոչ թե քրիստոնեություն էին հռչակում, ոչ թե ինչ-որ դոկտրինաներ էին հռչակում, իրանք հռչակում են իրենց վկայությունը, որ Հիսուս Քրիստոսը հարություն առել։ Այսինքն Հիսուս նազովրեցին հարություն առել, ուստի ինքը Քրիստոսն է, եւ դա հрьяաների համար իհարկե անընդունելու անհասկանալի էր, դրա համար հալածանք էին տեսնում, նեղում էին, բայց մարդիկ վկայում էին փաստը։ Պատմական փաստը Հիսուսի հարության, որը նկարագրում էր կամ նաև պնդում էր կամ հայտնում էր մեկ այլ աստվածաբանական փաստ։ Ինքը հարություն է առել, որովհետև ինքը Աստծո որդին է, ով կրել է մեր մեղքերը, եւ միայն իրեն հավատալով, իրեն վստահելով, իրեն հետևելով կունենանք հավիտենական կյանքը։ Սա առաքյալների վկայությունն էր, եւ բաղադրիչներից մեկը, որ տեսնում ենք այդ հաջողության, իրանց համարձակությունն էր։ Տեսնում ենք հենց այդ վկայության խոսքը, ինչ էին իրենք վկայում։ Սա մյուս բաղադրիչն էր։ Իրանք չէին վկայում ինչ-որ դոկտրինաներ, ինչ-որ ռազմավարություններ, աստվածաբանական ինչ-որ փիլիսոփայական տերմիններ, տեսություններ, ինչով այսօր լիքն է քրիստոնեական աշխարհը, իրանք վկայում էին Հիսուսի հարությունը, շատ պարզ ավետարան, շատ ճիշտ ավետարան։ Երբեմն այնքան ավետարանը բարդացվել ու բարդացվում, որ մարդկանց գրավում է ոչ թե Հիսուս անձը, այլ ինչ-որ այլ բաներ, որոնք մարդես կյանքում փնտրում են։ Արի Աստված կհարստացնի քեզ, արի Աստված կբժշկի քեզ, արի Աստված կամուսնացնի քեզ, արի Աստված կբաժանի քեզ, չգիտեմ, բայց ով ինչի համար է գալիս։ Նրանց ինչ են վկայում, ինչ ավետարան են վկայել մարդը։ Երրորդ կոմպոնենտը, բաղադրիչը, դա տեսնում ենք Աստծո զորության ներկայությունն էր։ Եվ գրածը Տերը հաստատում էր առաքյալների վկայությունը այն հրաշքներով, որ իրանց հետ գնում էր։ Մեռելներ էին հարություն առնում, ոմանք մեռնում էին, Անանիայի ու Սապիրայի նման, հիվանդներն էին բժշկում, դիվարներն էին ազատագրվում, չէ՞։ Այսօր գերբնական շարժ կար Աստծո ներկայության, որը հաստատում էր, որ այս մարդիկ ու իրանց վկայությունը աստվածային է։ Ոնց որ Աստծո կնիքն էր իրանց հետ, իրանց վրա։ Բայց կար երրորդ կոմպոնենտը, չորրորդ կոմպոնենտը կներեք, որը մենք տենց թռուցիկ անցնում ենք, որտեղ այսօր եկեղեցին ավելի շատ շեշտադրված է այն կարևոր ճակերտավոր բաների վրա, ոչ թե ճակերտավոր, այլ ոնց որ թե ավելի ընդգծված զորություն Աստծո, քարոզչություն ավետարանի, համարձակությունը ծառայողների, հալելույա, դրանք բոլորը կարևոր են ու ճիշտ են։ Բայց կար չորրորդ կոմպոնենտը, որը շատ անգամ անտեսվում է, որը նույնքան կարևոր է, որքան մնացած երեքը դրանից առաջ։ Դա եկեղեցու հոգատարությունն էր աղքատներին ու կարիքավորներին։ Հատուկ տեսնում ենք Ղուկասը նկարագրում, որ եկեղեցին հատուկ ուշադրություն էր դարձնում, հատուկ ջանք ուներ կարիքավորների ու աղքատների հանդեպ։ Այն կարգին, որ նույնիսկ երբ որ որոշ խնդիր առաջացավ հրեախոս եւ հունախոս որբևարիներին հոգ տանելու հարցով, առաքյալները հատուկ 7 հոգու օրհնեցին, օծեցին, նշանակեցին, ձեռնադրեցին, որպես կարծես ճիշտ իրենց ոնց Հիսուս արել էր ուղարկելու առաքելական ծառայության համար, ճիշտ նույն ձևի իրանք արեցին այդ 7 հոգուն, որոնք Սարգսակ հետո կոչվեցին, որոնց մեջ էր Փիլիպոսը, Ստեփանոսը, հա, ընդամենը կարծես աղքատներին ծառայելու համար, բայց հետո նկարագրության մեջ տեսնում ենք թե Ստեփանոսի, թե Փիլիպոսի կյանքում դրանք զուտ ուղակի լավ տնտեսներ չէին, դրանք հոգևոր լուրջ ծառայողներ էին, որից հասկանում ենք, որ առաքյալների համար աղքատներին ծառայելը, աղքատության հարցը լուծելը, կարիքավորների հարցը լուծելը նույնքան հոգևոր եւ աստվածաբանական հարց էր,
որքան որ ավետարանի քարոզչությունը, աստուծորության ներկայությունը եւ իրենց համարձակությունը։ Ինչն է ստիպում առաքյալներին եւ եկեղեցուն նման հատուկ ուշադրություն արժանացնել աղքատներին ու կարիքավորներին։ Այդ ուշադրությունը տեսնում ենք շատ տեղերում, օրինակ Գաղատացիների երկրորդ գլխում 17 խոսքում տեսնում ենք Պողոսը, որ նկարագրում է իր առաքելության հաստատումը մեծ իրենից առաջ եղած սյուներ կոչված առաքյալների կողմից, որոնք Պետրոսն էր, Հակոբոսն էր եւ Հովհաննեսն էր, այն երեքը ում Տերը բարձրացեց իր հետ այլակերպության սարը, ովքեր տեսան Հիսուսի փառքը, տեսան Մովսեսին ու Եղիային, տեսան մի բան, որ մահկանացուներից որևէ մեկը չի տեսել երբևէ, եւ այդ սյուները հաստատեցին Պողոսի առաքյալ լինելը, իրենց պես, իրենց կարգի մեջ կարելի ասել, եւ միայն մի բան իրան խնդրեցին իր ծառայության համար, որ հիշենք աղքատներին։ Ինչու վարդապետական խնդիրներ չուզեցին հիշեն, ինչի չպնդեցին ինչ որ կարևոր դոկտրինաներ, դոգմաներ պահելը, որը կարևոր էր, չգիտեմ, Հիսուսի մարդեղության եւ աստվածության հարցը, որը հետագայում եկեղեցու վեճի բաժանման հարց եղավ, մկրտության հարցը, ինչպես երբ, ինչի համար, քան հարցեր կա այսօր մենք եկեղեցին բաժանված է կալվինիստներ, արմինյանիստներ, մկրտության առումով, կանանց դերի առումով, իգալատերյաններ եւ կոմպլեմենտարներ, այնքան բաժանումներ ունի եկեղեցին, որտեղ անորոշ տեղեր կա Աստվածաշնչում նոր կտակարանում, որ մենք հստակ չենք ինչ որ մի հարցի վերաբերյալ։ Ինչի մի քիչ ավելի մանրամասն չգրել այդ հարցերը, դրան ժամանակ տալ, տեղ տալ սուբգիրքում, ավելի մեծ հեշտացնել այսօրվա մեր գործը, մեզ վեճերից, բաժանումներից ազատել եւ ընդամենը հիշել կարիքավորներին, հիշել աղքատներին։ Դա համար Պողոսն նաև 6-րդ գլխում, արդեն երբ որ գաղատացիներին վերջացնում է նամակը, վերջին հորդորանքներն է, բարիք գործելուց չձանձրանանք, որտեղ իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք, ուրեմն քան դեռ ժամանակ ունենք, բարիք անենք բոլորին, մանավանդ հավատքի ընտանիքի անդամներին, բարիք նկատի ունի կարիքավորներին, հոգ տանել կարիք ունեցողներին։ Այսինքն այն ինչ որ առաքյալները ասեցին, դա մեր առաքելական ծառայության, առաքելական եկեղեցու, Աստծո եկեղեցու կարելի ասել հատկություններից մեկն է։ Մենք ուրիշ հարցեր ունենք, Պողոս ջան, որ կարա իր աղքատներին հոգ տանելու փոխարեն մի քիչ ավելի մանրամասներ լեզուների մասին, չգիտեմ, հարության, երկրորդ գալստյան մասին։ Քանի տեսակի երկրորդ գալուստ կա նկարագրված վախճանաբանություն, հազարամյա լինելու է, չի լինելու է, հափշտակություն առաջնա, հետոնա, կեսից է, նեղության մեջ է, նեղության սկզբում է, նեղության վերջում է, նեռով է, պարզ ասեիր։ Այդ բոլոր հարցերը թողել ես, չգիտեմ, երբ ինչպես, այ որ աղքատներին հոգապետ տանել, դա կարևոր է։ Պողոսը ինքը իր մասին երկրորդ Կորինթացիների 6-րդ գլխի 17 խոսքում խոսում, ասում է մենք որպես աղքատներ ենք, բայց ուրիշներին հարստացնում ենք։ Իսկական ինքը իրան աղքատի պես է, չէ՞ ներկայացնում, աղքատի պես, բայց ուրիշներին հարստացնում ենք։ Հիսուսի պատմությունների մեծ մասի հերոսներ աղքատներ էին, նկատել եք։ Ղազարոսը աղքատ, մեծ պատմություն է պատմում Հիսուսը հարուստի եւ Ղազարոսի մասին եւ պատմության հերոսը վերջում պատմում Ղազարոսն է, սկզբում հարուստ Ղազարոսն է, 2 դրամ ունեցող որբևայրին 2 նաքարակիտ, որ գցեց գանձանակը։ Էլի պատմության սկզբում հարուստներն են, շատ մարդիկ եկան, շատ մեծ գումարներ տվեցին, կարծես իրանք են հերոսը պատմության, այդ մեկ էլ մի որբևարի եկավ, որ 2 նաքարակիտ ուներ եւ գցեց գանձանակը եւ ինքը դարձավ հերոսը, Տերը ասեց, այս կինը ամենաշատը տվեց, բոլորից շատ տվեց։ Հետաքրքիր հերոսներ անդրել Տերը։ Անիրավ տնտեսից իրավունք պահանջող որբևարինով խնդիր ուներ, չէ՞, կներեք, անիրավ դատավորից, տնտեսից եմ ասում։ Անիրավ տնտեսը աղքատացավ, իրան հանեցին, չէ՞, գործից։ Եվ ինքը ասեց, ոչ կարող եմ հող փորել, չէ՞, ոչ էլ մուրալ, չէ՞, աղքատության դիմաց
կանգնեց, կարելի ասել։ Սամարացու պատմության մեջ մարդը, որին թալանեցին, չէ, աղքատացրին, կարելի ասել։ Ինքը նաև պատմության հերոսը։ Հիսուսի ուսուցումների մեծ մասը, իդեպ անառակ որդին հերոս դարձավ, երբ որ աղքատության մեջ էր։ Չէ, հասավ աղքատության, այն աշճան, որ խոզերի կերակուրներ ուզում տեր այն չէին տալիս։ Դա չգիտեմ, ինչ աստիճան կա աղքատության, որ ինքը հասավ, ու տեղից սկսվեց իր հերոս դառնալը, հիշեց հորը, վերադարձավ դեպի հորտուն։ Հասկանում որ աղքատությունը հատուկ շեշտադրում ունի, եւ մեզ Աստված ուզում է փոխենք մեր մտածելակերպը։ Մենք աղքատության նայում ենք աշխարհի տեսակետով, մեզ սովորեցրածով, մեզ ինչ արժևորել են մեր կյանքում, ինչպես արժևորել են։ Թագավորությունը լրիվ ուրիշ թագավորությունը ուրիշ ձև է պետք տեսնել։ Հիսուսի ուսուցումների մեծ մասը, ուսուցումների մեծ մասը աղքատներ էին։ Որտեղ նա Երանի հոգով աղքատներին, բայց նույն երանները Ղուկասը տալիս է աղքատներին առանց հոգևոր հոգու աղքատների, որտեղ նա աստղագավորությունը Ղուկասը 4:18 Տիրոջ հոգին ինձ վրա է, որտեղ ինձ օծեց ուղարկեցում աղքատներին բարի լուր քարոզելու։ Ինչ դժվար է հարուստին թագավորություն մտնելու։ Հոգ մի արեք, ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի հագնեք, ով է հոգ հանում սրանց համար, չասեք տղամարդիկ ուտելու և կանայք հագնվելու, դա ակնհայտ է, տենց չի, բոլոր ամուսնացածները ժպտացին, չամուսնացածները ինչի մասնախոսքը, կամուսնանեք իմանեք, աղջիկներ, թե տղամարդիկ ինչքան են հոգ հանում ուտելու համար, և տղաներ կամուսնանեք իմանեք ինչքան են աղջիկներ հագնվելու համար, դա դեր սպասում կամուսնացել, ընդհանուր չէ, որ այդ կարիքի նկարագիրն է, ու չեմ կարծում ապահովված մարդիկ հոգ են տանում ինչ պիտի ուտեն կամ ինչ պիտի հագնեն, սա կարիքավորներին կարծես նկարագիրն ավելի։ Ինչու այսքան շեշտ կա դրան։ Ոչ միայն այն պատճառով, որ աշխարհում կա կարիք եւ կա աղքատություն, դա ակնհայտ է, որ կա կարիք ու աղքատություն, ինչու այսքան շեշտ կա, ինչ այլ ենթատեքստ կա, ինչ այլ խորություն կա, կարելի ասել, այդ իրականության մեջ, որ Աստված իր խոսքի մեջ եւ իր իրականության մեջ հատուկ շեշտադրում անում իր վրա։ Նախ եկեղեցու եւ առաքյալների, որ եկեղեցու հիմնադիրներն էին, վեմն էին, ուշադրություն աղքատներին, այդ նշանակում էր նախ Աստծո ուշադրությունը աղքատներին, կարիքավորներին։ Աղքատների ու կարիքավորները հիմնականում նրանց կոչվում են մարգինացվածներ կամ մարջինացվածներ, այսինքն մարդիկ, ովքեր հասարակության եզրում են, մեկուսացված են, աշխատում են իրանց հետ քիչ շփվեն, աշխատում են իրանց անտեսեն, իրանք չեն հրավիրվում մեծ հատուկ ժողովների, պատվավոր տեղերում չեն նստեցվում, այս աշխարհում իրենք ամենաչտեսնված, անտեսված, մերժված մարդիկ են, բայց այն, որ եկեղեցին իրանց ուշադրությունն է տալիս, խոսում է Աստծո ուշադրության մասին, որ Աստված նայում է, գնահատում է, ուշադրություն է տալիս նրանց, ում աշխարհը մերժում է։ Մարդկանց, ով մյուսներին պետք չեն, Աստծուն պետք են։ Հիշում եք այդ պատմությունը, երբ որ մեկը մշակներ էր վարձում իր այգու համար, եւ առավոտյան շուտ գնաց վարձեց, չեն, լավերին, հետո ամենակեսօրից մի ժամ առաջ, մի ժամ աշխատելու համար գնաց գտավ նրանց, ում էր ոչ ոք չէր վերցրել։ Հաստատ իրանք կվալիֆիկացված, որակավորված չէին աշխատանքի համար, իրանց ոչ ոք չէր, ասում է ձեզ ոչ ոք չրա, ոչ մեկի պետք չէին իրենք, օրը վերջանում էր, ու իրենք պետք չէին ոչ մեկի, ասեց դուք էլ գնացեք իմ այգին, դուք ինձ պետք եք։ Իրականում այդ մի ժամը իրանք ինչ-որ բան չէին փոխելու, չորակավորված մարդիկ
ընդամենը կարճ ժամանակում, չէ, սուր ժամանակում ժամ, այն էլ օրվա վերջ, ժամը 5-ն էր երեկոյան արդեն երևի, ով պետք է իրանց իրականում դուք ինձ պետք եք, ոչ թե ձեր գործն է պետք, դուք եք պետքներ հնչում։ Դուք եք ինձ պետք։ Ես ձեզ եմ ընտրում։ Իրականում չէ իրանց գործն էր կարևոր, իրանք էին կարևոր։ Աստված ընտրում է մարդկանց։ Մարդիկ ում աշխարհը չի գնահատում, չի նկատում, մերժել է, Աստված ընտրում է իրանց, Աստված վերցնում է իրանց։ Ինչի է դա կարևոր։ Ինչ է Աստված աղքատների հետևից։ Աղքատ բառը միշտ բացասական երանգ ունի, չէ՞ մեր համար։ Համաձայն ինքը դրական երանգ չունի։ Բայց դեք որ Աստծո մոտ իրականում հենց հակը։ Դա ողջ խնդիրը, ինչ որ Հիսուս ասում էր, ինչ որ մարդկանց մոտ գնահատելի է Աստծո մոտ ցածր է։ Տեսեք, աղքատության արկայությունը դա ինչ որ բանի բացակայություն է։ Աղքատանա, որ ինչ որ բաներ չունի, չէ, ինչ որ արժեքներ չունի, սակավ է կամ զրկված է։ Աստված ինքը ունի ամեն ինչ, համաձայն եք։ Աստված աղքատ չի, բնավ։ Մենք աղքատ Աստծո չենք ծառայում։ Հալելույա։ Սաղմոսում ասում է, ոսկին էլ է իմը, արծաթն էլ է իմը, կենդաններն էլ են իմը, ամեն ինչն էլ իմն է։ Դուք էլ եք իմը, ամեն բան իրենն է։ Մարդիկ, որոնք նույնիսկ չեն ընդունում, չեն ճանաչում Աստծուն, մեկ է իրանք էլ են Աստծուն։ Այն իմաստով, որ Աստված տնօրինում է բոլորին, բոլորի հեղինակն ինքն է։ Ինքը սուպեր, ասենց ասած, իրավունք ունի բոլորի վրա։ Ուզես Նաբուգոդոնոսորին կենթանի դարձնել, դարձրեց կենթանի, չհարցրեց, հաշվի չնստեց իր փառքի հետ, տագավորության հետ, իր խորհրդականների հետ, բացարձակ վերաբերվեց ինչպես մենք վերաբերում ենք աղքատներին, մեզից ցածրին։ Աստված հարուստն է, ամեն ինչ ունեցողն է, այդպես ասած, իր համեմատ իրականում բոլորս աղքատ ենք։ Եթե խոսում ենք աղքատությունից, Աստված ունի ամեն ինչ, ու մենք բոլորս աղքատ ենք, որովհետև ինչ էլ ունենք իրականում մերը չի, ինչ էլ ունենք կարա չլինի մերը, ինչ էլ ունենք կարա ակնթարթի մեջ կորի մեր կյանքից։ Համաձայն եք։ Ցանկացած պահի, որը ինչ որ մեկ ինչ որ բան կարծում է ունի, կարա չունենա։ Բոլորս իդեպ Աստծո մոտ հակառակն է, այն իմաստով ինչ որ ունի Աստված, ունի միշտ ու երբեք չի կորցնում ինչ որ ինքը ունի։ Մենք մարդիկս չէ։ Ու պետք է հասկանանք, որ այս իմաստով աղքատությունը չկա Աստծո մեջ։ Աստծո մեջ չկա աղքատություն։ Աղքատությունը այլ կերպ անայում, քան մեր կյանքում կա աղքատություն, մենք փորձում ենք խուսափենք դրանից, մեր համար դա բացասական երևույթ է, բայց Աստված ինքը չունի աղքատություն եւ աղքատությանը դրա համար այլ կերպ է վերաբերվում։ Տեսնել աղքատությունը նշանակում է տեսնել Աստվածայինի բացակայությունը։ Աղքատության հիմնական 3 ձև կա կամ մակարդակ կա։ Կա նյութական աղքատություն, չէ՞, դա ունեցվածքն է, դա, չգիտեմ, բանկային հաշիվն է, աղքատությունը օրինակ նյութական ֆիզիկական առողջության խնդիրը նյութական։ Մենք միշտ նայում ենք մարդու ոնց որ իրանից դուրս ստեղծված արժեքի, հա, աղքատությունը, բայց հիվանդությունն էլ է ֆիզիկական եւ հիվանդությունը ցավը, հա, ախտը, իրանք բոլորը նույն աղքատության կատեգորիայի մեջ են։ Չունի մարդը ֆիզիկական առատություն այդ իմաստով, նյութական առատություն։ Մարդկանց ողջ մեծամասնությունը ցավոք սրտի ներառյալ քրիստոնյաների սրա վրա են կենտրոնացած աղքատություն ասելով։ Եվ որ ասում ենք մեկ աղքատ է, մենք միանգամից առաջին մեր միտքը իր նյութականն է։ Համաձայն եք իմ հետ։ Համաձայն եք իմ հետ։ Եթե մեկ համաձայն չի, եկեք վիճենք։ Մենք եւ որ մեկի համար ասում են ինքը աղքատ է, առաջին բանը որ մեր մտքով անցնում է, որ ինքը նյութական ապահովված չի։
Բայց եթե Աստված է ինչ-որ մեկի համար աղքատ ասում, բացարձակ նկատի չունի իր նյութականը։ Եկեղեցիներից մեկին Հիսուսը նամակ է գրում հայտնության մեջ, ասում է անուն ունես, կենդանի ես, քեզ թվում է հարստացել ես, ամեն ինչ ունես, բայց դու աղքատ ես ու մերկ ես։ Աստծո գնահատում աղքատության լրիվ այլ իրականության մեջ է գտնում, քան մերն է, լրիվ այլ չափանիշներով, այլ արժեքներով է գնահատում Աստված։ Եվ մեր խնդիրն է, որպես Աստծո մարդիկ, Աստծո եկեղեցի, Աստծո ժողովուրդ, սովորենք հասկանալ ինչպես է գործում այդ իմաստը։ Տեսնում ինչպես է ինքը գնահատում, չենք հասկանում ինչ է ինքը գործում։ Մեր խնդիրների մեծ մասը գալիս է նրանից, որ մենք չենք տեսնում ինչ անում Աստված, որտեղ չենք հասկանում իրեն։ Չենք ճանաչում իրեն։ Ու Հիսուսի աշակերտների խնդիրների մեծ մասը գալիս է դրանից, ու Հովհաննես Ավետարանը իրականում խոսում է դրանից, որ իր աշակերտները չհասկանալով իրան, չճանաչելով իրեն, չէին հասկանում իր արածը, իր ասածները։ Շատ տեղերում տեսնում ենք Հիսուսը մի բան էր ասում, իրանք գայթակղվում էին, որովհետև չէին հասկանում ինչպես է ինքը տեսնում երևույթը, ինչպես է գնահատում երևույթը։ Բայց կա նաև բարոյական աղքատությունը։ Ու սա ավելի կարևոր աղքատություն է, ավելի վտանգավոր աղքատություն է կարելի ասել։ Մարդ, որը զուր կա կամ մերժել է բարոյական իրականությունները, ճշմարտությունները, կարողությունները, հավատարմություն, նվիրում, սեր, ազնվություն, մաքրություն։ Մեկը կարող է ստանում, բայց բարոյական աղքատ է։ Իդեպ աղքատ Ղազարոսի եւ հարուստի պատմության մեջ հարուստը բարոյական աղքատ էր, որը ողորմությունը բարոյական հարստությունը ու ինքը չուներ։ Ինքը աղքատ էր ողորմություն ցույց տալու այդ հարստությունից։ Գիտեք, ինչը մենք համարում ենք հարստություն, դրա հետևից լինելու ենք։ Եթե մեր համար հարստությունը նյութական է, մենք ձգտելու ենք նյութական հարստություն։ Մեր ամեն ջանքը, մտածելակերպը, անհանգստությունները ուղղված են լինելու դրան։ Եթե մեկի համար բարոյական հարստություն, ձգտելու է դրան։ Ազնիվ լինի, ավելի մաքուր լինի, սուրբ լինի, չէ, նվիրված լինի, հավատարիմ լինի, անկախված նրանից, թե որն է քո աղքատությունը, դու դրանից ես խուսափելու եւ այն մյուսը հարստացնելու ես կամ նյութական, բարոյական։ Եվ կա հոգեվոր աղքատությունը, երրորդ աղքատությունը։ Դա աղքատությունն է, Աստծո համար աղքատությունն է, Աստծո մեջ աղքատությունն է։ Հիշում եք մի առակերիչը պատմում, ասում էր մի մարդու արտերը մի անգամ մեծ բերք տվեցին, այդ մարդը ուրախացա, այդ ուրախությունից գլուխը կորցրեց, ասեց չեմ անելու այսքան բերք է, այսքանի տարիների բերք է, երևի մի 10-նյակ անգամ ավել բերք էր ստացել, քան սովորաբար ստանում էր։ Մտածեց ու գտավ լուծումը հետևյալն է։ Ամբարները մեծացնի իր եւ իր անձին ասի, հավաքելով այդ բերքը, կեր, խմի, մինչև կյանքիդ վերջը ապահովված ես։ Всё, հարուստ ես դու, ունես մինչև կյանքիդ վերջ ապահովումը։ Եվ Աստված ասեց անմիտ, այսօր քո հոգին քեզանից վերցվելու է, ումն է լինելու այդ հարստությունը։ Ու հետո Հիսուսը վերջացնում է այդ առակը հետևյալ արտահայտությամբ, սթափեցնող։ Այսպես լինելու են նրանց, որ անձին են հարստանում եւ Աստծով չեն հարստանում։ Կա հոգեվոր հարստությունը, Աստծո հարստությունը։ Սրանք բոլոր երեքը աստիճաններ են իրականում։ Աշխարհը գնահատում է առաջինը, ու երբեմն երկրորդը, բայց երբևէ չի գնահատել երրորդը։ Աստված հակառակն է գնահատում։ Նա գնահատում է առաջինը իրեն, Աստված ինքը իրեն է գնահատում եւ իրենով հարստացողներին է գնահատում, երբ որ մեկը կանչում ասում է Տեր, ես քեզ ավելին եմ ուզում, ես քեզ ավելին եմ ուզում, ես քո մեջ ավելին եմ ուզում լինեմ, քեզ ավելի մոտ լինեմ, քեզ ավելին ճանաչեմ, դա հարստության աղքատի կանչ է, հարստանալու, հոգեվոր Աստծո հարստությունով։
Ու եթե մեկ ասում է ես ուզում եմ ավելի մաքուր լինեմ, ինձ ավելի ուժեղ լինեմ, հա ինձ ազատիր այս կախվածություններից, կապվածություններից, դա բարոյականության կանչա, հարստության։ Աստված գնահատում է այդ։ Ու մեկ էլ երրորդը կանչում է Տեր ինձ օրհնիր, չգիտեմ, փող տուր, վարկս փակեմ, պարտքս փակեմ։ Աստված ասում է լավ է որ կարիքիդ համար խնդրում ես նյութական, բայց այն կարիքների համար չի ես անհանգստանում։ Այն կարիքների համար, այն աղքատությանդ համար ինչի՞ չես կանչում։ Միթե դա է ամենակարևորը, որովհետև մեզ թվում է որ նրա հարցը լուծվեց, մնացած հարցերը լուծվելու են, չի լուծվելու։ Նյութական հարստությունը երբեք չի իրականության, նայեք կյանքի փորձին։ Նյութականի հարստացումը հակառակը բերում է բարոյական աղքատության, բարոյական աղքատությունը բերում է հոգևոր աղքատության։ Աստված մեզ ընտրել է իր մեջ վերջնական այդ հոգևոր հարստությանը հասցնելու համար։ Սրա համար Աստված գործում է մեր կյանքում ի վերջո վերջնական գերնպատակը մեզ իր մեջ իրանով հարստացնելն է։ Մեր գերնպատակը շատ անգամ այս նյութական կյանքի մեջ հարստությունն է։ Ինձ սխալ չհասկանաք, ոչ թե ես դեմ եմ նյութական կյանքում հարուստ լինելուն, ես դեմ եմ որ քրիստոնյայի կյանքում դա է միակ իր հարստության նպատակը։ Ու մենակ ես չեմ դեմ, կարծում եմ Աստված է դեմ։ Ամենակարևոր հարստությունը դա մեր ու Աստծո մեջ եղած իրականությունն է։ Աստված ինչքանով է իրան տալիս մեզ, այդքանով ես դու հարուստ։ Նկատել եք, երբ որ առաջի մարդիկ երկրի վրա էին, Ադամը, Եվան եւ հետո Աբելը եւ Կայինը ծնվեցին, Կայինը հետո Աբելը զոհ արեցին Աստծուն, Աբելն ու Կայինը, չէ, Աստված Կայինի զոհին չնայեց, չարձագանքեց, կարելի ասել, բայց Աբելի զոհին արձագանքեց, դա ինչ-որ բան է, չէ՞ նշանակում։ Ու այդ բանից Կայինը նեղվեց, երեսը կախեց, բարկացավ, դա էլ էր ինչ-որ բան նշանակում։ Աղքատություն նշաներ։ Իրանց զոհերի խոսում էր իրանց հարստության, ներքին հարստության մասին։ Օրինակ Աբելը գրված է բերեց լավագույնը, չէ, իր գառներից, ոչխարներից, բայց Կայինը բերեց երկրի իր պտուղից ոչ լավագույնը։ Դա Աստծո հարստանալու, Աստծով հարուստ լինելու նկարագիրը։ Մեկը աղքատ էր, մյուսը հարուստ էր Աստծով։ Ու երբ որ Աստված խոսեց, ասեց, երբ որ միթե ճիշտ անես, միթե ընդունելի չի լինելու։ Ու ասեց նայ մեղքը կանգնած է քո դռան ու սպասում է քեզ, որ իշխի քեզ, բայց դու իշխիր իր վրա։ Նկատում եք, որ Աստված Կայինի հետ չի խոսում Աբելի մասին։ Չի ասում, ախր Աբելը լավ տղա է, քո աղբերն է, քո փոքրն է, դու մեծն ես, դու պետք է հոգ տանես իր համար, սովորի իրանից։ Բացարձակ Աստված Կայինի հետ խոսելուց Աբելին չի իշատակում բացարձակ։ Որտեվ հարցը Աբելը չի։ Կայինի խնդիրը Աբելը չի։ Կայինի խնդիրը Աստծո մեջ իր աղքատությունն է։ Դրա համար ինքը կատի էլ Աբելին, կսպանի էլ Աբելին, սուտ էլ կխոսի Աստծուն։ Եվ որ Աստված ասեց ուր ակը եղբայրը, ինչ այդա պահակն է։ Դա սուտ էր։ Աստծո երեսին սուտ խոսել։ Նշանակում բացարձակ չճանաչել չիմանալով Աստված, բացարձակ աղքատ լինել այդ Աստծոց։ Աղքատությունը Աստծո համար սարսափելի է իր հոգևոր ձևի մեջ, անընդունելի է։ Աստծո գերնպատակն է բոլորին բերելու, աղքատ հարուստը իր հարստությունով չպարծենա, զորավոր իր զորությունով չպարծենա, իմաստուն իր իմաստությունով չպարծենա, այդ բոլորը մի բան մենակ պետք է պարծենա, որ ճանաչում են ինձ ունեն իրանց կյանքում կարելի ասել։ Ու նկատել եք աղքատները, նյութական աղքատները, որոնք Աստծո մեջ հարուստ են, բացարձակ չեն նեղվում իրանց աղքատությունից։ Եվ հարուստները, որոնք նյութապես ապահովված են, անընդհատ
բաց են, անդադ վախեցած են, անդադ անհանգիստ են, ներվային են, անապահով են, ուրախ չեն։ Նկատել եք դենց։ Ես չեմ ասում կամենա, ես շատ քրիստոնյաներ գիտեմ, թե նյութապես են հարուստ, թե Աստծով են հարուստ։ Փառք բոլորս այդպես լինենք։ Խնդիրը այդ չի, որ չի կարելի նյութական հարստություն, որ հոգևոր լինել, դրա մասին չի խոսքը, չէ, երկուսն էլ կարելի է, երկուսն էլ լավագույնն է, բայց երբեք մեկի բացակայությունը մյուսի նշանը չի։ Հոբինկերներն եկան ասցին, Աստված քո դեմը, Աստված խլել է քեզանից, ուրեմն դու ինչ-որ բան վատ ես արել, քո նյութականը գնացել է, ուրեմն դու հոգևոր վատ ես, բայց Հոբը հոգևոր վատ չէր, աղքատ չէր հոգևոր։ Այդ իրանքերների մտածելակերպն էր այդպես։ Երբ Աստված փրկում է մեզ, փրկում է մեր ամեն ինչը, ներառյալ մեր աղքատությունը, նշանակում է դասում է իր սեփությունը, փրկել չի նշանակում չեղարկում Աստված դա։ Դա որ շատ աղքատներ փրկում են, մնում են աղքատ։ Նյութական իմաստով։ Պարտադիր չի բոլորը հարուստ դառնան։ Հա, ցանկալի է, շատերի կյանքում փոխվում է այդ ամենը, իհարկե, բայց դա չի չափանիշը։ Փրկել նշանակում է Աստված դասում է իր սեփականությունը եւ օգտագործում է այնպես, ինչպես ինքը կամենում է։ Աղքատությունը, սակավությունը ինչ-որ բանի մեկի կյանքում, նյութական, բարոյական նույնիսկ, եւ նույնիսկ հոգեվոր, դառնում է Աստծո սեփականությունը եւ Աստված տնօրինում է քո կյանքի աղքատություններին, ինչպես ինքն է կամենում։ Դու քո անձի Տերը չես։ Այդ ժամանակ քո աղքատության տերն էլ չես, քո սակավության տերն էլ չես, դրա մեջ Աստված սկսում է գործել իր նպատակով, իր ծրագրով։ Մեզ թվում է հենց ապաշխարեցին մարդը պետք է ամենքանից հարստանա, իսկ գուցե Աստված ուզում է ինչ-որ այլ հարստություն կուտակի կյանքում օգտագործել իր աղքատությունը։ Ես ոչ թե հարստանում են Տիրոջ գալուց հետո։ Շատերը կորցնում են նյութականի մեջ, ոչ թե ձեռք են բերում Տիրոջը գալուց հետո։ Ուրեմն ասում են, ինչա պատահել, ինչ-որ բան սխալ է երևի, թխի հավատքի եկանք սկսեցին կորցնել։ Քեզ օրեցրել, որ քո անձի Տերը չես, քո ամեն ինչը պատկանում է մեկին արել ու հարություն արել քո համար։ Դա որ ինքը տնօրինում է քո կյանքի իրականությունը, հասկանալ ինչ է ինքը ուզում քո կյանքում։ Հետո որ այն ինչի մեջ մարդը իրան հարուստ է համարում, կարող է կորցնել դա։ Օրինակ բարոյականությունը կարող է կորցնել։ Մեզ կարող է ծանր գա, դրա համար է ասում, չեմ ուզում ես քարոզեմ, դժվար հասկանալի է։ Ոմանց Աստված թալանում է, կներեք այդ արտահայտության համար կարող է Աստվածաբանները խաչել ինձ։ Աստված աղքատում իրան մի պարզ նպատակով, որպեսզի հարստացնի։ Աստծո թալանը, կներեք տենց ասեմ, մեր աղքատությունների ու տարբեր աղքատությունների, թե նյութական աղքատությունը կարող է բերի Աստված, թե բարոյական աղքատություն կարող է բերի։ Ոնց որ բերեց օրինակ Նաբուգոդոնոսորի վրա, ինչպես ասում ենք։ Մարդը կորցրեց իր փառքը, իր գիտակցությունը կորցրեց, չէ՞։ Դառավ կենթանու պես խոտ էր ուտում երկրիցով, դա բարոյականության կորուստ էր կարելի ասել։ Այն թագավոր կերպարի կորուստն էր։ Շատերը գալիս են հավատքի, հավատալով, որ իրանք բարոյական լավ մարդիկ են։ Գալիս են Տիրոջը բարոյական կերծվածքով, ու այն դիրքով, որ իրանք արդեն հարուստ են, բարոյական, այն Եսուսին ասեց, Տեր ինչ անեմ, որ հավիտենական կյանք կանգեմ, Տեր ասեց, ինչ բարի բացի Աստուծո կա, բարի որոնք մի գողացի մի շնացի, չէ, սուտ վկայություն մի արա, դրանք պահել են, հարուստ են բարոյական։ Okay, մի բան պակասը, գնա ունեցածդ ծախի տուր աղքատներին բաժանի,
ու արի իմ հետևից երկնքում գանձ կունենաս։ Որպիսի այդ երկնային մեկ այլ մյուս մակարդակի այլ իրականության հարստության համար պատրաստ թողնել այս մեկը, որը հավատում ես, որ ունես։ Լավ է, որ ունես, օքեյ, բայց իրականում դու ունես չունես, ինչ որ դու պետք է հասկանաս, որ ունես։ Իրականում դու նրանով հարուստ չես, որ պետք է հարստանաս։ Ու Հիսուսը ինչ է ասում այդտեղ, հետաքրքիր արտահայտություն ասում, ասում է վայ նրանց, որ իրանց հարստության վրա են հուսացել, ում հարստությունը իրանց հարստությունն է։ Չի ասում վայ նրանց, որ հարուստ են, վայ նրանց, ում հարստությունն է իրանց հարստությունը, ոչ թե հարստությունն են։ Ու մարդիկ, ովքեր գալիս են Քրիստոսին, գալիս են Աստծուն, գալիս են Տիրոջը, ունեն բարոյական արժեքներ, հալելույա, Տեր օրհնի ձեզ, ապրեք, ու մեկ էլ մի օր Աստված թալանում է քո բարոյականությունը։ Դու կարող ես ինչ-որ մեղքի մեջ չընկնես, բայց ներսից սկսում ես դատարկվել, դու հասկանում ես, որ դու այն լավ կերպարը չես։ Դու տենում ես, որ դու այն հավատարիմ ամուսինը չես, հավատարիմ կինը չես, հավատարիմ հավատացյալ, դու տեսնում ես, որ դու այն չես, ինչ կարծել ես ունես, ու դու չունես այն, դու շարունակում ես արտաքին կռվել պահելու քո հարստության կերպարը, բայց ներքուս կորցրել ես իրան արդեն, թալանել է քեզ Աստված ներսից, ինչի, որտեղ որ մեզ աղքատացնում ավելիով հարստացնելու համար։ Հոբի պատմությունը իզուր չի գրվել ու հետաքրքիր ձևի։ Հետագայում թե նյութականը կրկնակի ավելացվեց, թե մի բան ավելացավ Հոբի կյանքի մեջ, որ մինչև այդ չկար։ Ես քո մասին ականջով էի լսել, ասում էր Հոբը, բայց հիմա աչքերս են տեսնում քեզ։ Լսած եւ տեսած լրիվ տարբեր ինֆորմացիայի աղբյուրներ են։ Յուրաքանչյուր թալանման աստիճան կներեք տենց ասեմ, եվս մի հասունության և հարստացման հնարավորությունը Աստծո կողմից։ Աստված չի վերցնում ուղղակի, Աստված պատրաստում է մեզ մեր կողմից վերցնելու։ Ինքը ոչինչի կարիք չունի, որ վերցնի, ինքը կարիք ունի տալու, և այդ տալու համար, ավելին տալու համար հին տիկերը մաքրում է մեր կյանքից։ Երկրորդ Կորինթացիներին 8-ը, որտեղ գիտեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Պողոս առաքյալն ասում Կորինթացիներին, նա որ հարուստ էր, ձեր համար աղքատացավ, որպեսզի դուք նրա աղքատանալով հարստանաք։ Աղքատանալը ճանապարհը աղքատացել։ Ինչ է կարծում, եթե Աստված իր որդուն աղքատացրել է, քեզ չի աղքատացնելու։ Տարբեր ձևերով, տարբեր ճանապարհներում, տարբեր տեղերում, տարբեր աստիճանների վրա, բոլոր այն տեղերում, որտեղ դու ունես ապահովություն քո կուտակած նյութական կամ բարոյական կամ նույնիսկ հոգևոր հարստության վրա, թալանելու է Աստված։ Այդ իմաստով թալանչի է ինքը, տանում է, որպեսզի տա։ Ինչի է ամբակում աղաղակում վերջում, եթե թզենին բերք չտա, արտերում բերքը պակաս կտրվի, փառախտերից անասունը, ես իմ Տեր Աստծով եմ ուրախանալու, հասել է մի տեղ, որտեղ այն մյուս աղքատացումը իրան չի կտրում իրան մեկ այլ հարստացումից։ Սա ճանապարհ է։ Հոբը անցած գիտակի արշավերի շատ հրաշալի խոսեց Հովսեփի փորձառությունների մասին։ Հովսեփը մեկ հարստանում էր, մեկ աղքատանում էր, մեկ հարստանում էր, մեկ աղքատանում էր։ Հիշում եք, իր հայրը ընտրեց իրան, հատուկ հագուստ տվեց, դրեց իր եղբայրների գործի վրա մենեջեր, ինքը մենեջեր այդպես ասած, բոլոր խնդիրները ինքը հորը հայտնում էր։ Խեղճ աղբերները ամեն նոր ամբողջ օրը արևի տակ, կրակի տակ, ցրտին, շոքին, ոչխարներին պահում էին, մի բան ունես չէր, Հովսեփը հորը Ռուբենը այն կաղ գառուն էինք կերան, վսո, լուրը հասցնում էր, ինքը ասողն էր, ինքը որոշողն էր, հաջոր բանը հակուստ տախեցեց որդուն մեռացան, ու իր ճարեց տրկության, աղքատացավ ենք,
Հետո մեկ էլ ստրկության մեջ պետապրեսը ընտրեց իրան, բարձրացրեց, հարստացավ, ուներ, ամեն բան, գրվածը պետապրեսը բացի իրա ուտելուց ուրիշ բանից խաբար չէր իրա տանը, հովսեփներ, ամեն ինչ տնօրինում էր, տնտեսնիկներ, պետապրեսի հարստությունը իր ձեռքի տակ էր, կարելի ասել ինքը հարուստ էր, ինչ եղավ, հարստացրեց Աստված իրան, այդ պետապրեսի բեզն էլ ճղեցին իրա վրայից, գցեցին բանտը, աղքատացավ բանտում, եկավ ժամանակը հարստացրեց նորից Աստված իրան։ Դեռ որ Աստված օգտագործում աղքատությունը, դա իր ձեռագրի մեջ է, իզուր չէ որ խոսքի սկզբում ասում է մեր կյանքի ձեռագիրը, դա իր ձեռագիրն է, ու պետք է սովորենք կարդալ, ճանաչել իր ձեռագիրը։ Ու որ մենք չենք տեսնում Աստծո ձեռքը, սկսել ենք կռվել մարդկանց հետ, չարի հետ, չգիտեմ ինչերի հետ, ու մարդիկ ովքեր չեն տեսնում, չեն ճանաչում Աստծո ձեռքը, չեն գնալու այդ Աստծո ձեռի հետ, կռվելու են Աստծո դեմ ու իրականում կորցնելու են։ Աստված Ադամին թալանեց հոգևորապես, այն օրը որ այդ պտուղի պես մահվան մեջ կմեռնես, չէր կարող ավելի հեշտ բան դնել այնտեղ, այն օրը որ ուտես կարելի չգիտեմ ձեռդ կգրի, աչքի, չէ, մեռնես, որպեսզի հետո ես քեզ Քրիստոսի մեջ հարություն տամ։ Հալելույա։ Ոչ թե ուղղակի Եդեմում ստեղծվես, այլ դու Քրիստոսի մեջ հարութենական կյանքի համար հարություն առնես։ Թալանվեց Ադամը կյանքից, որպեսզի Քրիստոսի մեջ հարստանա։ Այս թեմայով շատ կարելի է խոսել։ Բայց կարևոր է որ մենք ճիշտ գնահատենք մեր անցյալը, մեր ներկան, որպեսզի մեր ներկայի ու ապագայի մեջ էլ ճիշտ շարժվենք Աստծո հետ։ Ես շատ անգամ եմ լսել անիծքներ, ափսոսանքներ եւ այլն, երբ որ մարդը նյութական ինչ-որ բան է կորցնում կամ բարոյական ինչ-որ կորուստանում ու չի տեսնում Տիրոջ ձեռը իր կյանքում, սկսում է կռվել դրա դեմ, բողոքել դրա դեմ։ Կամ խաչը փրկել է քեզ եւ քո ամեն ինչը, կամ չի փրկելու վերջ, կամ խաչը ամեն ինչի պատասխանն է մեր համար, կամ ոչինչ բանի պատասխան չի կարող լինել։ Դու երումները միայն անցյալում են, կամ կորտնություն են դրանք, այդ դեպքում դու էլ խաչի կարիքը չունես։ Եթե դու խաչի կարիքը չունես, այդ դու նոր ստեղծագործություն էլ չես Քրիստոսում։ Նրանք են նոր ստեղծագործություն Քրիստոսում, ով խաչի մեջ դրել են ամեն ինչ, իրենց ողջ անցյալը, իրենց հաջողություններով, ձեռքբերումներով, խնդիրներով։ Ոչ մեկիս անցյալը պայծառ ապագայat չի եղել, տենց պայծառ անցյալ չի եղել։ Չէ, բոլորիս անցյալում կան խնդիրներ, կորուստներ, ցավ, մահ, տառապանք, խնդիրներ։ Կա մեկը որ զերծ ա եղել դրանից։ Ոչ։ Բայց մենք խաչի մեջ դրել ենք այդ ամենը, հավատալով որ մենք անցել ենք այն կյանքով այն ճանապարհին, Աստված կամեցել է ապրենք։ Հա, մենք մեր սխալ որոշումներն ենք արել, սխալ ընտրություններ ենք արել, մարդիկ են, բայց ի վերջո դրանից այն կողմ դա թույլ է տվել մեր կյանքում, որ գրում է մեր կյանքի պատմությունը։ Կամ դու հավատում ես, որ մեկ պատմություն ու քեզնից լավ է գրում էդի, ու խաչը դրա պատասխանն է, դրա նկարագիրն է, կամ դու ես գրում քո պատմությունը, ուրեմն դու փրկված չես, որ դեռ հին ստեղծագործություն ես։ Փրկվածը գիտի, որ ինքը փրկված է, եւ չի հետապնդում իր անցյալը, ոչ էլ ափսոսում է իր անցյալի համար, ոչ էլ իր ապագան հետապնդում է իրան, որտեղ գիտի, որ նույն Տերը, ով իր անցյալում էր, ով իր մորը որովայնից ընտրել էր իրան, ով հավիտենությունից առաջ Քրիստոսում ընտրել էր իրան, նույն Տերը իր ապագայում է լինելու, իր կյանքի ճանապարհը այդ նույն Տիրոջ որոշած ճանապարհն է։ Ու հներն անցան ամեն բան նոր եղավ, կամ չեղավ, դու որոշում ես։ Հոգևոր հարստության մասով, կամ աղքատացման, սա ավելի ծանր փորձառություն է, բարոյականը ծանր է, ընդունում եմ, բայց ավելի ծանր հոգևոր կորուստը։
հոգևոր թալանը, որ Աստված անում է։ Սրան մենք կոչում ենք խավարի փորձառություն։ Հոգևոր աղքատությունը ամենատհաճ, ամենացավալի փորձառությունն է, որտեղ դու կարծես գտնվում ես խավարում, ոչինչ չես տեսնում հոգևոր աստվածային, ոչինչ չես լսում, Աստծուց ձայն պատասխան չկա, ոչինչ չես զգում, ոչինչ չի ստացվում, ոչ ոք քեզ չի հասկանում քո փորձառությունը, քո ընթացքը, ոչ ոք քեզ չի նկատում անգամ, ու ոչ ոք քեզ չի փրկում։ Դու առաջինը չես, դու միակը չես, ու վերջինն էլ չես։ Ես մի հատված եմ Երեմիայի ողբերից։ Ես այն մարդն եմ, որ տառապանք տեսա Աստծո բարկության գավազանի տակ։ Նա ինձ առաջնորդեց ու տարավ անլույս խավար։ Առաջնորդեց, ոչ թե թողեց, առաջնորդեց ու տարավ խավար։ Հենց իմ ձեռքը կրկին ու կրկին դարձրեց, մաշեցեց մարմինս ու մաշկս, փրկեց ոսկորներս, ինձ շրջապատեց ու պատեց դառնությամբ ու տառապանքով, մութ տեղերում բնակեցրեց ինձ, ինչպես վաղեմի մեռելներ, ինձ բանտարկեց, որ դուրս չգամ, ծանրացեց իմ շղթաները, նույնիսկ երբ աղաղակում ու խնդրում եմ, նա խաբում իմ աղոթքը։ Եղել է որ աղոթեք ու որ ոնց է ոչ ոք չի լսում այդ աղոթքը։ Կարծես դատարկության մեջ լինի, կարծես դու քո հետ ես խոսում, կա Աստված, որ ասել է, խոսիր ու ես կպատասխանեմ քեզ։ Այս նույն Երեմիան էր ասում։ Խոսիր ինձ, ես կպատասխանեմ քեզ, ես քեզ բաներ կսովորեցնեմ, որ դու չես իմանում։ Ինչ լավ է, բայց այդ նույն Երեմիան ասում է, իմ աղոթքը սխափանում է, ջախջախում է, փշրում է, ոչնչացնում է։ Նա իմ ճանապարհները տաշած քարերով պատնեշեց։ Իմ շավիղները, գիտեք ինչի քայլով, որ մանրակրկիտ սարքած, որ քայլ, որ պետք է լիներ չի լինում, գոռում, չլինում, չգիտեմ, հարաբերությունը պետք է լավ գնա, մեկ էլ քանդվում է, ինչ որ քեզ անհասկանալի, անտեսանելի, բայց այնքան լավ, տենց սարքված ձևի ամեն ինչ խափանվում է քո կյանքում։ Նա ինձ համար դարանակալ արջի պես է, թաքնվող առյուծի պես։ Նա խոտորեցրեց ինձ իմ ճանապարհներից, խոտորեցրեց ինձ իմ ճանապարհներից, Աստված շեղեց արդարությունից, ծառայությունից, նվիրումից, ընտանիքից, ինձ ցիրուցան արեց, խեղեց ու ամայացրեց, լարեց իր աղեղը եւ ինձ նետի նշանակետ դարձրեց, իմ երիկամների մեջ արձակեց իր կապարճի նետերը, պատկերացնում ինչ նկարագիր ասում Երեմիան, ես ծաղրանք դարձա իմ ամբողջ ժողովրդի համար, նրանց ծաղերը քնեմ ամեն օր։ Որ ոչ ոք քեզ չի նկատում, չի գնահատում։ Այս նույն ապրումն էր Եսային 53-ում նկարագրում է, որ մենք իրան Աստծուց հարվածված ու մերժված համարեցինք։ Մենք համարեցինք։ Մեկում Աստված աղքատացնում է հոգևորապես, ուրիշների համար շատ անցանկալի է, շատ ողորմելի վիճակ է։ Ինձ կշտացեց դառնությամբ, օշինդով հագեցրեց ինձ եւ խիճերով կոտրեց իմ ատամները, ինձ մոխրի մեջ տրորեց, իմ կյանքը զրկվեց խաղաղությունից, ուրախությունը մոռացել եմ, ու ես ասացի. կորավ իմ փառքը եւ իմ ակնկալությունը Տիրոջից, կամ իմ զորությունը, կամ իմ ապահովությունը եւ իմ ակնկալիքը Տիրոջից։ Եղել է մի պահի հասնես, որ մտածել ես վերջել, մի տեսակ հավատքդ չի գործում, հավատքդ քո համար չի, հավատքը քո համար չի, Աստված կամ կա ու քեզ թողել է, կամ չկա քո կյանքում։ Դատարկված մի հատ վիճակ, աղքատացած ու թալանված։ Դու կարող ես շարունակում ես գալ եկեղեցի ժպտալ, հալելույաներ ասել, բայց քո կյանքում դատարկություն կա, մի տեսակ կորուստ կա, աղքատություն կա, որտեղ Աստվածը քեզ իր խավարը։ Մի պարզ պատճառով խավարի մեջ նոր լույս ես տեսնում։ Այն
ինչից քեզ դատարկում Աստված աղքատացնելով կամ թալանելով նշանակում է մի հատ նոր կարևոր ավելի մի բան է պատրաստում քո համար քեզ տանում մեկը ինքը տանում է քեզ դու ընթացքի ուղղակի մենք սովորել ենք այդ ընթացքին մենք սովորել ենք ամեն աղոթքը այտենց այցելվենք զգանք իրան լսենք իրան Էլի լամա սաբակտանի Աստված իմ ինչու ինձ թողեցիր Այն օր երբ որ Աստված Աբրահամի հետ ուխտ էր կնքում հավիտենական ուխտ որը պետք է որոշեր ողջ մարդկության փրկությունը ուխտ որը ինչպես Աստված խոսելով որ ես քեզ պետք է տամ կորտնեն ընտանիքները բոլոր ազգերը Արդիպ Այդ ուխտը կնքելու ժամանակ գրված է Աստված Աբրահամի վրա խորը քուն բերեց եւ խավարի սարսափ Այն պահին որ Աստված Աբրահամի հետ ուխտ էր կնքում Աբրահամ խավարի սարսափի մեջ բայց ուխտ էր կնքում Աստված իր հավիտենական ուխտ որը պետք է Այն, որ Աստված իր որդուն պետք է տար, իր միացնին պիտի տար Աբրահամի սերունդի համար։ Խավարի մեջ։ Ոչ թե տոնախմբության, ճոխության, հրեշտակների, աղաղակների, հալելույաների ներքո, այլ մեջ։ Պողոս և Շիղան անցան Եվրոպա առաջնությամբ երազով ամեն ինչ լավ էր վար ազատագրվեց Միդիան ապաշխարեց ու մեկ էլ բռնեցին իրանց եւ դրեցին ներքին բանտի մեջ պատկերացնում եք այդ բանտարկյալների մյուս բանտարկյալների վիճակը կարծիքը Որ մեկ նոր մարդիկ են եկել, ուր են տանում, վաու, ներքին բանտ Ո՞վ են սրանք, որ սրանց հատուկ մարդասպան են, մարդակեր են, հատուկ պետք է մեղավոր լինեին, հանցավոր լինեին, որ տանեին այդ ներքին բանտը հատուկ կրելով։ Այդ ներքին բանտը շատ են մտել։ Ու բոլորն էլ երևի շատ բաներ են լսել այդ բանտը։ Այդ բանտը աղաղակներ են լսել, հայհոյանքներ են լսել, անեծքներ են լսել։ Բայց հետո ուրիշ բան լսեց։ Այնտեղ մութ էր իրականում, որ խավար տեղ էր դա։ Այդ խավարի մեջ երկու հրեա, Պողոս եւ Շիղա անունով, մտեցին այդ խավարի մեջ, որտեղ էր իրան որ Աստված է իրանք այդտեղ են հայտնվել, որտեղ դա Աստծո իրանց գծած տարած ճանապարհի մասն է, ու ինչպես կփառաբանեին, եթե հանկարծ կայսրը ապաշխարել եւ ասել, «Օ, ես ընդունում եմ ձեր Հիսուսին, դուք իմ առաքյալներն եք, դու իմ հովիվն ես, ես ընդունում եմ քեզ, ի՞նչ է պետք, նոր տաճար սարքենք, բոլոր ծախսերը առաքելական ծառայության ապահովեմ»։ Ինչ ուրախություն կտևեր, ինչ փառաբանություն Տեր փառք ես, դու զորավորացած ես։ Նույնը հնչում էր այնտեղ, բանտի խորության մեջ, խավարի մեջ։ Այդ բանտ ուրիշ բան էր այդ օրը, գված օրհնում ու փառաբանում էին Աստծուն։ Ու մեկ էլ շարժվեց։ Զևսի անունն էր հնչել այդ բանտում, Պոլոնի անունն էր հնչել, շատ աստվածների, չաստվածների անուններ էին հնչել։ Ոչինչ չէր եղել, բայց հիմա փոխվեց։ Որը ոչ թե անուն, այլ թե ով էր այնտեղ եւ ինչ պատակով։ Ու երբ որ եկավ Աստծո ներկայությունը, ինչ եղավ, բանտապետը իր ընտանիքով ապաշխարեց։ Այնքան վստահ են իրանք, որ ասին մենք ստեղ ենք, ես բան մի արա, բա ինչ անենք, հավատատերին, ու կփրկվես դու ու քո ողջ տունը։ Այդքան վստահ են իրանք, որ իրանց այդ փորձառությունը այնց է մարդու ընտանիքի համար է։
Իրանք մտել էին այդ խավարի մեջ, որ այդ խավարի մեջ լույս բերեին։ Քո խավարի փորձառությունները մենակ քո համար չեն, բացարձակ քո համար չեն։ Աբրահամին իր համար չէր, մեր համար էր, ողջ սերունդի փրկվածների համար էր։ Հիսուսի փորձառությունը, երբ որ Հիսուսը խաչի վրա ժամին եղավ, խավարում եղավ, 6 խավարներ, ասին խավարման մեջ դրեց, ինձ ու քեզ էլ է դնելու, որպեսզի ինչ-որ մեկը լույս տեսնի, ոնց որ բանտապետը տեսավ, ոնց որ մենք տեսանք։ Խաչը 2.30 ունի, կամ մարդկային վատագույնն է ցուցադրում, կամ աստվածային լավագույնը, ընտրությունը իմ ու քոնն է։ Աստված շարունակում է գործել ու գործելու է իմ ու քո կյանքում, թալանելու է մեզ այն ամենից, ինչը խանգարում է մեզ ավելին ստանալու համար։ Դու կորցնելու ես, չանականաս, չկարչես, շարունակի քայլես, շարունակի հավատաս, շարունակի օրհնես, որտեղ կաղքատանաս, նյութապես, բարոյապես, հոգևորապես, նշանակում է գալիս է օրհնության ժամանակը, նոր օրհնություն, նոր ձեռքբերում։ Պողոս ասում էր, հավանել եմ չարչարանքներից, կորցրած բաներին, որտեղ ավելին ստանում եմ ապագայում։ Աստված հարստության Աստված է, բայց որպեսզի հարստացնի մեզ, աղքատացնում է։ Եկեք գանք իր առաջ։ Գուցե դու հիմա էլ ապրում ես այդ նյութական աղքատացումը կամ բարոյականը, որը ոնց է մենք հիմա այդ բարի փորձառության մեջ է, լավ տեղում ես գտնվում։ Ու միտեղ չես որ Աստծո կամքից դուրս ես։ Եթե դու շարունակում ես սիրես Տիրոջ քո սրտի մեջ։ Դու շարունակում ես գնալ իր ուզած ճանապարհով։ Շարունակի սիրես իրան, շարունակի վստահես իրան, շարունակես ճանաչել իր ձեռքը։ Նայ առաջ այն նոր օրհնության, այն նոր հացքին, նոր ձեռքբերում, թե բարոյական, թե հոգևոր, թե նյութական, որ Աստված